Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար, վարչապետը հետևել է նորոգման աշխատանքներին։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն Ֆրանսիայում։ Մենք ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները հնարավորությունները ընդլայնել, վարչապետ։ ԵՄ Հայաստան առաջիկա գագաթնաժողովի ընթացքում վիզաների հարցը կբարձրացվի, Փաշինյան։ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքություն, arczepiskopos Մաշալյանի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկվել։ Հարավային Կովկասում խաղաղությունը օգուտ կբերի բոլորին, Թուրքիայի փոխնախագահ։ Բայրամովը բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ։ Տեհրանը կրկին հայտարարել է Հորմուզի նեղուցի խիստ վերահսկողության վերականգնման մասին։ Իրանը մասամբ բացել է օդային տարածքը։ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բավական լավ լուրերի մասին։ Իրանը համաձայնել է այլևս երբեք չփակել Հորմուզի նեղուցը, Թրամփ։ Լավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։